Իմ սիրելի հրաշք աղջիկներ, ովքեր իրանց թագուհու տեղադրե ու ասում ա, որ ես ոչ ոքին ոչ մի բան պարտք չեմ, եթե դու թագուհի չես իրականում ու քեզ դրել ես թագուհու տեղ, ուրեմն հիշի հրաշքս, որ եթե դու թագուհի ես, ուրեմն քո կողքի տղամարդն էլ թագավոր ա, ուրեմն դու իրան պետքա վերաբերվես, ոնց, իհարկե, ոնց են վերաբերվում թագավորին, այտենց։ Ուրեմն հրաշքներս ինձ լսեք։ Եթե դու ուզում ես թագուհի լինես, եթե դու ուզում ես ոչ ոքին պարտք չլինես, ու ոչ ոքի համար ոչ մի բան չանես, ուրեմն հիշի, առաջի հերթին դու եղիր կին, երբ որ դու կհիշես, որ դու կին ես, կիջնես գետնի վրա, ու մի բան կպատկերացնես, ով ա կինը։ Կինը նրբությունը, կանացիությունը, կինը նազանքա, քնքշանքա, կինը կախարդա, կինը գեյշայա, կինը մայրա, կինը դուստրա, կինը հզորա, ամբողջ կյանքի էներգիան կնոջ ձեռքնա, ու եթե դու կին չլինես, դու ոչ մի թագուհի չես լինի, կինը իր ամուսնուն ճանապարհում է աշխատանքի դիմավորում է, կինը իր ամուսնուն համով կերակրում է, կինը իր ամուսնու համար ստեղծում է ամենալավ, բարի, ամենաուրախ հրաշք տունը, որ իր տղամարդը տուն վազի, բայց դու այդքանի հետ չպետք է լինես հարմար կին, քեզ մոռանաս, ամեն ինչ իր համար ստոպ, այտենց կնոջը տղամարդը չի գնահատում, կինը իրան սիրում է, իր մասին է մտածում, իր մասին է հոգ տանում, և որպիսի դու երջանիկ ապրես, դու ես այդ ամեն ինչը անում,